Բարի սիրելիներս, բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտող ողջունում եմ բոլորիդ եւ Հայաստանում բնակվող եւ Հայաստանի սահմաններից դուրս բնակվող մեր հայրենակիցներին։ Սիրելիներս, լավ եղեք, բարձր տրամադրություն եմ մաղթում եւ առաջարկում եմ օրվա բաղադրատոմսը։ Այսօր որոշել եմ պաստա պատրաստել։ Իհարկե վստահ եմ, առավել քան վստահ եմ, որ դուք եք փորձել այս տարբերակը, շատ ծանոթ է միգուցե ձեզ այս բաղադրիչները, կամ գուցե եթե դուք չեք պատրաստել, ապա հոլովակների տեսքով տեսել եք անպայման։ Այստեղ ունենք պաստա, այս տարբերակը ունենք, կարճ հաստլիկ տարբերակները ունենք սունկ, հավի կրծքամիս, բրոկոլի, պանիր եւ սերուցք, եւ իհարկե այստեղ համեմունքներ են իհարկե օգնության հասնելու, որպեսզի ստացվի շատ համեղ, հարուստ համով պաստայի տարբերակ, շատ վիտամիններ կան այստեղ էլի, վստահ եմ, որ շատ համով է ստացվելու, շատ գեղեցիկ տեսք է ունենալու, այնպես որ հորդորում եմ միանաք մեզ, օրվա ընթացքում եթե հարմար լինի, այս բաղադրիչները ձեռք բերեք եւ դուք էլ այսօր այս ուտեստը պատրաստեք կամ արդեն շաբաթ կիրակի օրերին ընտանիքի անդամների համար այս համեղությունը պատրաստեք եւ հրամցրեք, քանի որ հաստատ ինչ որ մի պահ կգտնեք, որ ամբողջ ընտանիքով կհավաքվեք սեղանի շուրջ։ Այնպես որ սիրելիներս մնացեք մեզ հետ, ես խոսքս փոխանցեմ գործընկերներիս ու հետո կմիանանք, շարունակենք մեր օրվա բաղադրատոմսի պատրաստումը։ Դե ինչ տեղեկացանք, հետաքրքիր լուրեր իմացանք Տիկին Օֆիկի միջոցով, հիմա շարունակենք մեր գործը, սիրելիներս այս պահին ինչ եմ արել, ես պաստան արդեն խաշում եմ ջրի մեջ, մեզ եռացրած ջուր էր պետք, պաստան ենք լցրել այնտեղ եւ իհարկե պետք է ավելացնենք աղ։ Սիրելիներս պաստան խաշելուց երբեք բուսայուղ մի ավելացրեք, դա այնքան էլ ճիշտ մեթոդ չէ, այսինքն եթե հետևենք իտալական խոհանոցին, հաստատ այնտեղ այդպիսի բան չի կատարվում։ Միայն աղ, եռացրած ջուր եւ իհարկե պաստան այդ ջրի մեջ խաշում են։ Ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, թե ինչ ենք պատրաստում այսօր, պաստայի տարբերակ, որի համար պետք է մի քանի բաղադրիչներ, այստեղ ունենք հավի կրծքամից, բրոկոլի, սունկ, պանիր, սերուցք, այս բոլորը պետք է միախառնենք եւ ստանանք շատ համեղ ուտեստ, օրվա համար հագեցնող կարգին ուտեստ։ Ուրեմն այս պահին պետք է նաեւ մեր հավի կրծքամիսը մշակենք, սիրելիներս։ Այն պետք է համեմենք, մարինացնենք, թողնենք մի կողմի վրա, որը հետո պետք է տապակենք։ Բայց սիրելիներս, այս պահին պետք է լինի մի փոքր դադար, շատ կարճ։ Հետո վերադառնանք, արդեն շարունակենք միասին։ Դուք մնացեք մեզ հետ։ Դե ինչ նորից բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակենք մեր գործը, շտապենք, որպեսզի հասցնենք այսօրվա ուտեստը ինի բերել։ Ես ինչպես նշեցի, այստեղ ունենք հավի կրծքամիս, այն պետք է մարինացնենք։ Մինչ մարինացնելը պետք է մի քանի ճեղք բացենք հավի կրծքամսի վրա, որպեսզի այդ բոլոր համեմունքները լավ ներծծվեն, ներքաշվեն մսի մեջ։ Ահա, այսպիսի ճեղքեր են մեզ պետք, ահա տեսեք։ Հիմա այս ամանի մեջ համեմունքներ լցնենք, բնականաբար սկսենք աղից, մեզ աղ է պետք, մեզ պետք է խմելի սուն էլի, մեզ պետք է պղպեղներ, ողջույն Սուրճ ջան, քո սիրելի բրոկոլին, և սա, այո, փորձեմ քեզ խանգարել օգնելու փոխարեն, բրոկոլին, Բրոկոլի, այո, շատ համեղ վիտամիններով հարուստ։ Ահա, նաև քրքում ավելացնենք մի փոքր, այստեղ սխտորի փոշի ավելացնենք, չնայած մենք սոուսի մեջ, սիրելիներս, թարմ սխտոր ենք օգտագործելու, այսպես, մի փոքր էլ միքս տարբերակ, այսպես, բուսայուղ լցնենք, այսպես մի քանի համեմունքներ Սուրճ ջան, բուսայուղ եւ թողնենք մարինացվի մեր շատ համեղ
Հավի կրծքամիսը։ Ես իրականում շատ եմ սիրում ուտեսներ հավի կրծքամիսից պատրաստված։ Ես էլ որտեղ սա ամբողջան սպիտակուց է, այո, եւ շատ համեղ է։ Ինչու ենք մի փոքր մարդիկ սովորաբար ասում են, դե չոր է էլի հավի կրծքամիսը, մի փոքր դժվար է այն ծամելը եւ այլն, բայց դա այդպես չէ, մի փոքր եթե սիրեն ես թողնեք մարինացված վիճակում, հաստատ այնքան նուրբ կստացվի, որ էլ ասելու չէ։ Այո, իդեպ Ադրինե այս քո պատրաստած պաստայի տեսակը իտալական է շատ համարվում եւ հանդիպում եւ վերջերս լինելով հենց Իտալիայում ես համտեսեցի նեապոլիտանական պիցցան, որը ոչ թե պարմեզանով էր, պարմեջանով էր պատրաստում, այլ պատրաստում են այո, ռիկոտոյով էր պատրաստում եւ շատ համեղ էր, ես լուրջ չէի համտեսել ռիկոտոյով, պիցցա, որը խմորի մեջն էր, մի շերտի մեջ, հետո նոր վրան այդ ամենը մի շերտ, այսպես շատ հետաքրքիր բարակ, այո, մի խոսքով մի օր փորձենք մեզ մոտ այդ էքսպերիմենտը, Ադրինե։ Շատ բաներ ենք խոսում, հեռուստատողին չգիտեմ եւ ոնց ենք հասցնելու, բայց եթերներ ունենք ամբողջը կհասցնենք։ Այո, եւ հիմա պետք է պատրաստենք արդեն մեր սոուսը, մեզ կարակ է պետք, շատ քիչ կարակի հետ նաեւ միախառնենք բուսայուղ եւ իհարկե այստեղ պետք է ավելացնենք սերուցքը։ Հենց սերուցքը մի փոքր այսպես եռա, մենք ավելացնենք բոլոր բաղադրիչները, եւ բրոկոլին, եւ սունկը, եւ իհարկե մեր պաստան։ Ժորժ ջան, պաստան իմիջիայլոց արդեն խաշվել է, ահա, մեզ ընդամենը մնում է մենք տեղափոխենք մեր մեծ կացայի մեջ։ Ահա, սա թողնեմ մի կողմի վրա։ Հասկանում եք, չէ՞, քանի որ աշխատանքային շաբաթվա վերջին օրն է, Ադրինեն վերցրել է ամենամեծ կացան, որ բոլորը կուշտ գնան այստեղից արդեն։ Որտեղ արդյոք շաբաթ կիրակին է։ Այո, միտքներս հանգիստ լինի։ Ժորժ ջան, ես ասացի սերուցքը երասնենք, բայց չգիտեմ ինչու պահի տակ որոշեցի, որ պիտի առաջ սունկը մի փոքր կարակի մեջ թաթախվի, որովհետև ամենահամով բանն է կարակի եւ սերուցքի կարակի եւ սնկի համադրությունը ամենահամեղ համադրությունն է։ Ես փորձեմ տապակել եւ հետո ավելացնել սերուցքը։ Մի փոքր թաթախվի այս ամենը կարակի մեջ։ Նման դեպքերում ինչին պետք է ավելի ուշադիր լինել։ Ինչ առումով Սուրճ ջան, որ հանկարծ համային փոփոխություն չլինի, համային փոփոխություն երևի թե կբացառենք համեմունքները, այս բազմապիսի համեմունքները, որը ես մշտապես եմ օգտագործում, քանի որ այստեղ արդեն հավի կրծքամսի վրա ամբողջությամբ դա կա, եւ մատուցելիս նշեմ, որ ես սա կտապակեմ գրիլ տարբերակով, գրիլ թավայի մեջ, եւ վերջում պարզապես բարակ շերտերը կկտրենք եւ կդասավորենք, այո, բարակ, համեղ, կդասավորենք մեր պաստայի վրա, այսինքն այս համադրությունը համեմունքների չի խանգարի մեր դասական տարբերակին, այստեղ պետք է միայն զգուշ լինել, որ լինի աղ եւ սև պղպեղ, ուրիշ ոչ մի բան համեմունքների, որ լինի միշտ արևը, որ լինի եւ թող իսկապես լինի միշտ արևը, դա հոյակապ է, ես հիմա ավելացնում եմ սերուցք, Սովորաբար բեշամել սոուսի նման է սա, մոտավորապես, որտեղ իհարկե ավելացնում են ալյուր նաև, ես այսօր ալյուր չեմ ավելացնի, որ շատ թանձր չլինի, այո, որ շատ, հենց այդպես էլ մտածում եմ, որ շատ թանձր չլինի, ես պարզապես այսպես, եթե նույնիսկ պետք լինի, մենք պաստայի հյութից կարող ենք ավելացնել նաև սոուսի մեջ, պաստայի հյութը կարելի է մինչև վերջին րոպեն խնայել, եթե կարիք լինի, օգտագործենք այս ջուրը, ոչ թե սովորական երազրած ջուր։ Ահա, հիմա ես մեկ պճեղ սխտոր ներող կլինի, Սուրճ ջան, ես մեկ այսպիսի բաներ էլ է լինում։ Սա նշանակում է ոչ թե մարդ է գալու, այլ դադար է լինելու մեր այցերում, Ադրինե։ Այսքան խոշոր։ Հիմա կարճ դադար կլինի, հետո կվերադառնանք եւ Ադրինեն արդեն ավելի մանրամասն կասի թե ինչից հետո է։ Շարունակությունը հետո։ Ժողովուրդ ջան, եւս մեկ անգամ ողջույն, շարունակում ենք մեր
գործը, ինչ ենք արել մինչ այս պահը, սունկը կարակով տապակել եմ, այստեղ ավելացրել եմ սերուցք եւ մեկ պճեղ սխտոր ենք ճսմել, եթե հիշում եք։ Ես ասացի, որ մենք ավելացնելու ենք համեմունքներից միայն սև պղպեղ եւ աղ, բայց չգիտեմ ինչու փոշմանեցի, որովհետեւ իտալական խոհանոցը առանց մշկընկույզի չի լինում եւ մի փոքր մշկընկույզի փոշիկ ավելացնենք։ Ահա, սև պղպեղ, մի փոքր մշկընկույզ, շատ յուրահատուկ եւ նրբահամ է դարձնում ընդհանրապես պաստայի տարբերակները, այնպես որ խորհուրդ եմ տալիս օգտագործեք։ Այստեղ ավելացնենք աղ, ահա, խառնենք եւ կլցնեմ իհարկե պաստան։ Մեր խաշված մակարոնը կավելացնենք այս սերուցքին։ Հիշում եք, որ այն խաշել ենք միայն աղաջրի մեջ, եռացրած ջրի մեջ չենք ավելացնում բուսայուղ։ Ահա, խառնեցինք։ Այստեղ կավելացնեմ նաև մեր բրոկոլին։ Նորից խառնենք։ Բրոկոլին խաշել եմ ընդամենը 3 րոպե, շատ ուժեղ եռացրած ջրի մեջ, այնուհետև տեղափոխել եմ սառցաջրի մեջ, որպեսզի գույնը պահպանենք, սիրելիներս։ Եվ այստեղ իհարկե ես վերջում կավելացնեմ պանիր։ Պանիրը կհալչի եւ կստանա իր իսկական տեսքը։ Այս բոլորը կթողնենք մի փոքր ավելի ուշ, սիրելիներս։ Հիմա ես գրիլի թավան կտեղափոխեմ գազօջախին, որպեսզի տապակենք մեր մարինացված հավի կրծքամիսը։ Եթե հիշում եք, մենք այն մարինացրեցինք տարբեր համեմունքներով։ Ընդհանրապես պետք է երկու կողմով տապակենք, որպեսզի ամենավերջում այս բոլորը միասին մատուցենք։ Ընդհանրապես դժվար բան չկա այստեղ, հերթականությունը, եթե ցանկություն ունենաք, եւս մեկ անգամ ես ձեզ կբացատրեմ կամ նամակագրությամբ կփոխանակվենք բաղադրատոմսերով, այնպես որ կխոսենք այս մասին։ Դուք մնացեք մեզ հետ, ես խոսքս փոխանցեմ գործընկերներիս, հետո կշարունակենք։ Դե ինչ սիրելիներս, ես արդեն պատրաստում եմ այն գեղեցիկ ափսեն, որով պետք է մատուցենք այս համեղ ուտեստը։ Մենք հիշում եք պատրաստեցինք պաստայի տարբերակ, որտեղ կա սունկ, բրոկոլի, սերուցք, պանիր, համեմունքներ, իհարկե այս բոլորը տապակվել է նաև կարագով, չմոռանանք դրա մասին։ Եվ իհարկե հավի կրծքամիս ամենագլխավոր բաղադրիչը եւ այսպես ասած զարդը մեր այսօրվա ուտեստի։ Ահա, փորձենք նաև տեղադրել կտրատված գրիլ տարբերակով տապակված եւ կտրատված այս համեղ հավի կրծքամիսը։ Շատ լավ է տապակվել իմիջիայլոց ժողովուրդ ջան, այնպես որ խորհուրդ կտամ փորձեք այս տարբերակը։ Ահա, այսպիսի համեղ ուտեստ եմ այսօր առաջարկել ձեզ, մի փոքր կարելի է այսպես ցողել ուղակի յուղով, ահա, եւ վրան ցանկության դեպքում կարող եք որևէ համեղ կամ քունջուտ կամ թարմ կանաչի ցանել եւ մատուցել։ Սիրելիներս, այսպիսին էր այսօրվա առաջարկը, լավ եղե, առողջ եղեք, ձեզ հետևեք եւ հետևեք ձեր սննդակարգին։ Սիրելիներս, իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։